Դոնալդ Թրամփը չի շտապում Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում եւ ցանկանում է լավ գործարք կնքել, հաղորդում է Fox News-ը ԱՄՆ նախագահին հղում անելով։ Ըստ լրատվամիջոցի Թրամփն ասել է, որ հրադադարի երկարաձգման հարցում ժամանակային ճնշում չկա։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ ասել է, որ նախագահը ցանկանում է Իրանից միասնական արձագանք ստանալ ամերիկյան առաջարկների վերաբերյալ։ Քերոլայն Լևիթը հերքել է լուրերը, թե նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ է սահմանել։ Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրներից ստացված լուրեր կան, թե 3-ից 5 օրվա վերջնաժամկետ կա։ Դա ճիշտ չէ, նախագահն ինքը վերջնաժամկետ չի սահմանել։ Ի վերջո նա կթելադրի ժամանակացույցը։ Չնայած անժամկետ հրադադարին, բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ։ Ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն չեն շտապում մեկնել Պակիստան, որտեղ պատրաստ սպասում են նրանց։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մշտապես ողջունում է երկխոսությունը, սակայն ըստ Մասուդ Փեզեշքյանի, իսկական բանակցությունների գլխավոր խոչընդոտն այն է, որ ԱՄՆ-ն անընդհատ սպառնում է, չի կատարում խոստումները եւ շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Բանակցությունների առաջին փուլում Իրանի պատվիրակությունը ղեկավարած Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ լիակատար հրադադարը իմաստ կունենա միայն եթե ԱՄՆ-ն վերացնի նավահանգիստների շրջափակումը։ Իսրայելը եւս պետք է դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Հորմուզի նեղուցը եւս չի վերաբացվի, քանի դեռ հրադադարը խախտվում է, հավելել է նա։ Նրանք իրենց նպատակներին չհասան ռազմական ագրեսիայի միջոցով եւ չեն հասնի նաեւ ահաբեկման միջոցով։ Միակ ուղին Իրանի ժողովրդի իրավունքները ճանաչելն է։ Իրանի արտգործնախարարն էլ Իսրայելին եւ ԱՄՆ-ին է մեղադրել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի համար։ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար։ Այս ընթացքում Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն էլ շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ այս օրերին 31 լցանավի թույլ չի տվել անցնել։ Սպիտակ տան խոսնակը պնդել էր, որ շրջափակման շնորհիվ Իրանը չի կարողանում նավթ արտահանել եւ օրական $500 միլիոն վնաս է կրում։ Սակայն Vortex-ը ընկերության տվյալներով այս ընթացքում Իրանի հետ առնչվող 19 նավ է դուրս եկել Պարսից ծոցից։ Դրանց մեջ եղել է նաեւ լցանավեր, որոնք մոտ 10 միլիոն բարել նավթ են տեղափոխել։ Իրանը հայտարարել է, որ Հորմուզով անցնող նավերից գանձված առաջին վճարներն է արդեն ստացել։ Ու մինչ պարզ չէ, թե երբ եւ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն, այսօր Վաշինգտոնում սպասվում է Իսրայելի ու Լիբանանի բանակցությունների երկրորդ փուլը։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ասել է, որ Իսրայելից պահանջելու են դադարեցնել ագրեսիան, դուրս գալ Լիբանանի տարածքից եւ վերադարձնել գերիներին։ Երկու երկրների միջև 10-օրյա հրադադարի վերջնաժամկետը լրանում է ապրիլի 26-ին։ Իսկ Իսրայելն այս ընթացքում շարունակել է իր գործողությունները Լիբանանի հարավում, որտեղ մեկ լրագրող է սպանվել, եւս մեկը վիրավորվել։ Լիբանանի նախագահը լրագրողների թիրախավորումը մարդկության դեմ հանցագործություն է որակել։